Վերջերս մարդիկ շատ են բողոքում, որ բոլորը չարացել են։ Մեկը մետրոյում քեզ չի զիջում տեղը, մյուսը սոցցանցում գրում է սարսափելի բաներ, երրորդը խանութում կոպիտ է խոսում։ Իսկապես մարդիկ ավելի վատն են դարձել, թե պարզապես մենք ավելի շատ ենք նկատում չարը։ Այսօր կփորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում։ Եթե անկեղծ, նախկինում ես էլ էի կարծում, որ աշխարհը չարանում է։ Հիշում եմ, մի անգամ Facebook-ում մի պոստ գրեցի և մեկնաբանությունները, դե ասենք, ոչ շատ բարեկամական։ Մտածեցի, թե ինչ չար մարդիկ են, բայց հետո հասկացա, եթե ես ինքը սթրեսի մեջ եմ, ավելի հեշտ եմ նյարդայնանում ուրիշների վրա, իսկ դուք էլ եք նկատել նման բան ձեզ մոտ։ Հոգեբանները ասում են, մենք հաճախ ընկնում ենք բացասականության կողմնակալության մեջ։ Ուղեղը ավելի ուժեղ է հիշում վատը, քան լավը։ Օրինակ, օրվա մեջ 10 մարդ ժպտում է քեզ, բայց մեկը կոպտություն է անում, և դու ամբողջ օրը հիշում ես հենց այդ մեկին։ Երկրորդը՝ ինտելեկտը։ Օնլայն մենք չենք տեսնում մարդու աչքերը, չենք լսում նրա ձայնը։ Հեշտ է գրել կոշտ բառեր, որոնք դեմ առ դեմ երբեք չէիր ասի։ Սա կոչվում է օնլայն ազատագրում։ Բայց իրական կյանքում նույն այդ մարդիկ հաճախ բոլորովին նորմալ են։ Մաս երրորդ։ Հիմա ամենահետաքրքիր մասը։ Շատերը կարծում են, որ նախկինում ավելի լավ է եղել, բայց վիճակագրությունը ասում է հակառակը։ Վերջին 30-ից 40 տարում բռնությունը, հանցագործությունները կտրուկ նվազել են աշխարհում, այսինքն օբյեկտիվորեն մարդիկ ավելի քիչ չար գործողություններ են անում։ Ուրեմն ինչու ենք մենք զգում հակառակը։ Պատճառներից մեկը՝ լուրերը։ Հեռուստացույցն ու ինտերնետը ցույց են տալիս միայն վատը, որովհետև դա ավելի շատ դիտումներ է հավաքում, լավ նորությունները ոչ ոքի չեն հետաքրքրում։ Եզրակացություն. ինչ անել։ Ամփոփենք. մարդիկ բնույթով չեն փոխվել։ Մենք նույնն ենք, ինչ 100 տարի առաջ, և բարի, և չարի ունակ։ Պարզապես ժամանակակից կյանքը, սոցցանցերը և լուրերը մեզ ստիպում են ավելի շատ տեսնել չարը։ Բայց լավ նորություն կա. մենք կարող ենք փոխել սեփական ընկալումը։ Ավելի քիչ սոցցանցեր, ավելի շատ կենդանի շփում։ Երբ տեսնում ես կոպտություն, մտածիր, որ այդ մարդը գուցե ծանր օր է ունեցել։ Եվ ամենակարևորը, ինքդ սկսիր բարի գործողություններից։ Մի ժպիտ, մի օգնություն, և շղթայական ռեակցիա կսկսվի։ Ինչ եք կարծում, իսկապես մարդիկ չարացել են, թե պարզապես մենք ավելի շատ ենք նկատում վատը։ Գրեք մեկնաբանություններում, շատ հետաքրքիր կլինի կարդալ ձեր կարծիքները։ Հավանեք, եթե համաձայն եք, և բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Շնորհակալություն դիտելու համար։ Եվ միշտ հիշեք, որ բարությունը վարակիչ է։